Օրվա հետ կապված նախցեր ուղերձը։ Գիտեք, ուղերձ ես կապեմ միգուցե վերջի այս մի քանի տարվա հետ, փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը, այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի պրոցես է վերածել։ Անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար, իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեկ Արթուր Հովհաննիսյան ազգային ժողովում ճեպասուրիստերի ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում, ասաց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել, մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու, ինչ համար չգաք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանեմ, կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար, կստացվի իշխանությունների մոտ նաեւ այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այրելը եւ դա սադրիչ քայլ է համարվում։ Ես ձեզ հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ, արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Խոսնավարում գրակոչները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ գրակոչները թշնամու մեկ ամիսա պատրաստվում են, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական գրակոչներ էին, իրականացնում այդ լավ աբսուրդների դաշ չմտնենք։ Նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լարագորոկների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասում փոխկապակցված են, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել։ Շնորհակալություն։